Նայց Դավոյին ինքննայեց ինձ, ասեցի Դավ իսկ մեռնելը ցավոտ է։ Դե շատերին հասկանալի է, որ խոսքը հենց պատերազմի մասին է, որովհետև պատերազմը հենց ինք իրանով շատ մեծ դասեր է տանի մարդուն, ու երևի ամենամեծ գիտակցությունը, որը գալիս է այդ օրերից, կյանքը գնահատելն է, որովհետև շատ դեպքեր էին լինում, որ դու պարզապես կարայիր այդ վարքյանից հետո էլ չլինեիր, ու երբ հրաշքով, երևի հրաշքով էլի կարելի է նկարագրել, այնպես է ստացվում, որ դու ապրում ես ու կաս, սկսում ես գնահատել այն ամենամանր բաները, որ կարող է մինչ այդ չէր նկատում։ Ուզում եմ միած սենց կարճ դրվագ պատմեմ այն պահերից, որ կարելի ասել ես արդեն համակերպվել էի այն փաստի հետ, որ հաջորդ վարքյանին ես կարող եմ այլևս չլինել։ Շրջափակման մեջ ենք Շուշիում ու միակ ճանապարհը այնպես էր ստացվել, որ պետք է գնանք անտառով, փորձենք շրջափակումից դուրս գալ։ Մի խոսքով տեղափոխվում ենք անտառ, Շուշիի այդ ճանապարհի հատվածից մտնում ենք անտառ, որպեսզի դուրս գանք։ Իհարկե առաջի փորձը շատ դժվար է ստացվում, երկրորդ փորձից նոր մտնում ենք անտառ։ Ու հիշում եմ մի պահ, որ այդ կալցոն շրջափակումը գնալով փոքրանում էր, կողքս իմ հետ ծառայակից ընկերներից Դավոն էր։ Նայց Դավոյին ինքննայեց ինձ, ասեցի Դավ իսկ մեռնելը ցավոտ է, ու Դավոն ասեց դե լավ, արի լավը մտածենք, որ լավ լինի։ Ու դե նորից արթնացավ իմ լավատես կողմը, այսպես ասած, լավատեսությունս միացավ, բայց ինչի համար էր այս ամբողջ պատմությունը, որ հասնեի դրան, որ պատմեի, որ հասել եմ այն հոգեբանական վիճակին, որ նույնիսկ այդ հարցն է իմ մոտ առաջ եկել։ Իրականում դժվար է խոսել ինձ այս ամեն ինչի մասին, բայց հենց այդ պահին սկսում ես գնահատել շուրջդ գտնված ամեն ինչ, ամեն այն փոքր դետալ, այդ բնությունից սկսած, որ անտառում էինք, մինչև անցած օրեր դու սկսում ես գնահատել, թե նույնիսկ այն հասարակ առավոտները, որ ունեցել ես, գնահատեք ձեր ամեն վարքյանը, որովհետև շատ հնարավոր է մենք հաջորդ վարքյանին չլինենք։ Իհարկե հիմա խաղաղ պայմանները բոլորս կարծում ենք, որ ամեն ինչ լավ է, բայց չես կարող ասել կյանքը ինչա պատրաստել մեր համար, ու սիրեք ամեն վարքյանը, ապրեք ամեն վարքյանով,